Սիրիայում հիվանդանոցների վրա հարձակումները կարող են գնահատվել որպես մարդկության դեմ հանցագործություն, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։ Փաստը, որ այդ հիվանդանոցները եւ կլինիկաները շարունակաբար թիրախավորվում են, չափազանց մտահոգիչ է։ Այդ ամենը կարող է գնահատվել ռազմական հանցագործություն կամ նույնիսկ հանցագործություն մարդկության դեմ, ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։ Հալեպի արևելյան շրջաններում այլևս գործող հիվանդանոց չի մնացել։ Զինյալների վերահսկողության տակ գտնվող Հալեպի այդ շրջանում անցած շաբաթ ուժ գնացած ռմբակոծության եւ հրետակոծության արդյունքում հողին հավասարեցվեց 2 հիվանդանոց, որտեղ մինչև վերջերս դեռ հնարավոր էր առաջին բուժօգնություն ստանալ։ Ռմբակոծվել է նաև քաղաքի այդ հատվածում մնացած միակ մանկական բուժկետը։ Հալեպի արևելյան շրջանում ավելի քան 250,000 մարդ զրկված է բուժօգնությունից, հայտարարում է Առողջապահության միջազգային կազմակերպությունն, ընդգծելով ոչ միայն բարդ վիրահատություններ, այլ նույնիսկ թեթև վնասվածքներ հնարավոր չի լինելու բուժել։ Հալեպում սնունդ գրեթե չի մնացել, դեղորայք, վիրակապեր ու այլ բժշկական նյութեր չեն մնացել։ Բնակչությունն անգամ խմելու ջրի պակաս ունի, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Միջազգային գործակալությունները մեջբերում են արևելյան Հալեպի վերջին վիրաբույժի բժիշկ Օմարի խոսքերը։ Հիվանդանոցները, որոնցում հնարավոր էր վիրահատել, այլևս գոյություն չունեն։ Հալեպում կյանքը դժոխքի է վերածվել, այրվում են բնակելի թաղամասեր, մեզ մշտապես ռմբակոծում են, պատմել է հալեպցի վիրաբույժը, ում ամբողջական անունը չի նշվում անվտանգության նկատառումներով։ Վիրաբույժ Դեյվիդ Նոթով երկար տարիներ աշխատել է ռազմադաշտում եւ այժմ էլ շարունակում է աշխատել Հալեպում, պատմում է, որ ռմբակոծություններն հագնացել են հատկապես անցած շաբաթավերջին։ Ես երբեք նման սարսափ չեմ տեսել, հիվանդանոցի միջանցքներում ողջերն ու մահացածներն իրար են խառնվել, պատմում է նա։ Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության տվյալներով 2016 թվականի հուլիսից Հալեպի արևելքի բժշկական հաստատությունները ավելի քան 30 անգամ ռմբակոծվել են։ Հումանիտար օգնություն Հալեպ առայժմ հնարավոր չէ ուղարկել։ Շուրջ 1 միլիոն մարդ ապրում է մշտական սպառնալիքի տակ։ Սիրիացիները մեկուսացած են, սոված, զրկված բուժօգնությունից եւ ենթարկվում են ռմբակոծության։ Նրանք անգամ հնարավորություն չունեն հեռանալու վտանգավոր շրջաններից, հայտարարում է ՄԱԿ-ը մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի Ասադի վարչակազմ ու դաշնակիցներ։